Այսօր ես մի թեմայից եմ խոսելու, որի մասին շատ անգամներ խոսվել է ու որոշ բաներ կասեմ, միգուցե կրկնություն լինեն։ Խոսելու եմ մեղքի մասին։ Ինչպես գրված է Ժողովող 7-րդ գլխի 20 համարում, որը ասում է. Իրոք որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարին անի եւ երբևէ մեղք չգործի։ Քանի դեռ մենք ապրում ենք այս երկրի վրա, մենք ամեն օր հնարավորություն ենք ունենում, ավելի ճիշտ մարտահրավեր է մեզ նետվում մեղքի կողմից, որպեսզի մեղք գործենք։ Բայց կարծում եմ մեղքի մասին արժի ժամանակ առ ժամանակ խոսել, որպեսզի Աստծո ժողովրդի մոտ զգաստության մակարդակը բարձրանա, ու մարդիկ ավելի զգաստորեն, ավելի ճիշտ ձևով ընկալեն մեղքը ու վերաբերվեն մեղքին։ Այսօր խոսալու եմ ընդհանուր մեղքի հասկացության մասին, հոգևորի կյանքում մեղքի վատ արդյունքների մասին ու մեղքից ազատման մասին, այս երեք բաների մասին եմ խոսելու։ Ընդհանրապես մեղքը իրանից ինչ է ներկայացնում։ Մեղքը մի պարզ բառ է, որը կազմված է 4 տառերից՝ մ, ե, ղ եւ ք տառերից։ Առանձին այդ տառերը ուղղակի տառեր են, իրենցից չգիտեմ ինչ բաներ չեն ներկայացնում, բայց այս 4 տառերը միավորելով շատ ժամանակ կարողանում են մարդկանց կյանքեր կործանել, ընտանիքներ քանդել։ Մեղքը հիմնականում բաղկացած է մեկ արմատից, հենց ինքը արմատ է, բայց մեր կյանքում այդ արմատը այնքան խորն է մխրճվում կյանքի հողի մեջ, որ հանելը ժամանակ է գալիս, որ թվում է անհնարին։ Մեղքը իր բնույթով խանգարող է ու շատ սերտ կապված է մոլախոտի հետ։ Աստվածաշնչում էլ մեղքը համեմատվում է մոլախոտի հետ։ Հիմնականում մոլախոտի աճելու ընթացքը հետևյալն է։ Մոլախոտը աճում է բնական պտղատու բույսի հետ, օրինակ ցորենի հետ, իրանք միաժամանակ աճում են ցանվելու պահից կամ հողի մեջ ընկնելու պահից։ Մի քիչ հասունանում են, երբ որ հողից դուրս են գալիս է ժամանակը, երբ որ անհրաժեշտ է ուղղակի մոլախոտերը պոկել, առանձնացնելով սովորական պտղատու ցորենից, որպեսզի չխանգարի նրա բնականon աճին։ Ու այդ պոկելու համար անհրաժեշտ է ուղղակի 2 կամ 3 մատի ուժը։ Պոկել ու հանել նրա չհասունացած արմատը իր ցողունով չհասունացած։ Բայց երբ որ այս գործընթացը չի կատարվում կամ կատարվում է ոչ ուշադրությամբ, որոշ մոլախոտեր մնում են հողի մեջ ու խանգարում են ցորենի աճին։ Աճելով հասունացնում են իրենց ցողունը, արմատներ են գցում հողի մեջ, սկսում են խեղդել ցորենին ու ցորենը նորմալ պտուղ չի տալիս։ Երբ որ հայտնաբերում ենք, որ մենք ճիշտ չենք կատարել, ուշադրությամբ չենք կատարել այդ մոլախոտերի հանման գործընթացը ու փորձում ենք այդ հասուն մոլախոտը հանել։ Տեսնում ենք, որ արդեն այստեղ 2 կամ 3 մատի ուժը ուղղակի բավարար չի, այլ անհրաժեշտ է 2 ձեռքով քաշել։ Շատ ժամանակ գյուղի ժողովուրդը տեսած կլինեն, որ մոլախոտը 2 ձեռքով քաշում ես ու իր ցողունն է պոկվում, ոչ թե արմատով դուրս է գալիս։ Ու դրա համար արդեն անհրաժեշտ է լինում հավելյալ ջանք գործադրել, հավելյալ գործողություններ անել, փորել ու արմատը հանել հողի մեջից։ Ու հետևյալն էր իր խանգարող բնույթը։ Մեղքը իր խանգարող բնույթում նաև տեսնում ենք Աստվածաշնչում, օրինակ Աբրահամի օրինակը, ինքը մեղքի պատճառով չմտավ խոստացված երկիր։ Մեղքը խանգարեց։ Մովսեսը կներեք։ Մովսեսը չմտավ խոստացված երկիր։ Կամ իմ կարծիքով Դավիթի դեպքում, երբ որ նա մեղք գործեց, դրա համար իմ կարծիքով նա չկառուցեց Տիրոջ տունը, այլ նրա որդին կառուցեց, ու հետևյալն էր մեղքի խանգարող բնույթը։ Մեղքը հոգևորի կյանքում հենց ընկնում է կյանքի հողի մեջ, այդ պահից ինքը վտանգավոր է, թեկուզ չհասունացած, թեկուզ դեռ արմատը չձևավորած, բայց արդեն ինքը վտանգավոր սերմ է։ Մեղքի հիմնական վտանգավորությունը կայանում է նրանում, որ նա խափանում է մարդ եւ Աստված հարաբերությունը։ Այսինքն մարդը սկսում է ավելի քիչ շփվել Աստծո հետ, կրճատում է իր շփումը, իր հաղորդակցությունը Աստծո հետ։ Մի այսպիսի արտահայտություն կա, ասում է հպարտությունը կառուցում է պատեր այնտեղ, որտեղ անհրաժեշտ են կամուրջներ։ Մեզ շատ լավ ծանոթ է, որ հպարտությունը մեղք է, որովհետև Աստծո ժողովուրդն էլ շատ ժամանակ հպարտության պատճառով պարտվում էր իր կողքի թշնամի ազգերին, ու այս հպարտություն բառը շատ հեշտությամբ կարող ենք փոխարինել մեղք բառով, ու հետևյալը կստացվի արտահայտությունը։ Մեղքը կառուցում է պատեր այնտեղ, որտեղ անհրաժեշտ են կամուրջներ։
Ու այս պատի ու կամուրջի գործընթացը շատ լավ կհասկանան մկրտված մարդիկ։ Երբ որ գալիս ենք Տիրոջը մկրտվում ենք, մեր ու Աստծո միջև մի հատ կամուրջ է առաջանում, ու դա ուխտի կամուրջն է։ Մենք ազատ կարողանում ենք գնալ ու հաղորդակցվել Աստծո հետ, 100% վստահություն ունենալով, որ այդ կամուրջը նոր է կառուցվել, չի փլուզվի։ Ամեն բան լավ է, շատ լավ մթնոլորտ է, հաղորդակցությունը շատ լավ ստացվում է, բայց մինչև այն ժամանակ, երբ որ առաջի մեղքը չի գալիս։ Երբ որ առաջի մեղքը գալիս է, մկրտված մարդը մի տեսակ սկսում է երկմտել։ Սկսում է մտածել, որ հնարավոր է կամուրջը մի քիչ խարխլված լինի, սկսում է տեսնել իր կողմից կամուրջի պարանների վրա որոշակի թելի կտորներ, մազիկներ, որոնք պոկված են։ Ու դա այնպես անում, որ իր վստահությունը 100% չի լինում։ Ինչպես սովորական մարդիկ, եթե տեսնում են կամուրջը մի քիչ խարխլված է, աշխատում են այդ կամուրջից քիչ օգտվել, քիչ անցնել այդ կամուրջով կամ հարկ եղած դեպքում անցնել։ Այնպես էլ այդ մարդը վերցնում է ու դի տանում է իր հոգևոր աշխարհ, սկսում է քիչ անցնել, սկսում է մտածել, որ լավ, ուշ կգնամ, կհաղորդակցեմ, բայց կամուրջը կմնա հաստատուն։ Մեղքը աճելով մեր կյանքում տեսնում ենք, որ կամուրջը բան չի մնացել ու որոշում ենք կամուրջի այս կողմից ուղղակի հաղորդակցվել գոռալով։ Բայց այդ հաղորդակցումը այդքան էլ ճիշտ չի։ Մեղքը աճում է ու հանկարծակի տեսնում ենք, որ կամուրջը չկա ու կամուրջի փոխարեն նաև պատեր են կառուցված, որոնք խանգարում են նաև աչքի կոնտակտին։ Մեր ժամանակներում շատ մարդիկ իրար հասկանում են կամ շատ շփված մարդիկ իրար շատ լավ հասկանում են ու կարողանում են ինչ-որ աչքի կոնտակտով, միմիկաներով բաներ ցույց տալ։ Եթե մենք Աստծո հետ ճիշտ շփման մեջ ենք, լավ շփման մեջ ենք, ինքը մի հայացքով կարող մեզ հասկացնի, թե մեր կյանքում ինչ է, ինչ չի։ Բայց եթե կառուցվեց այս պատը, այդ կոնտակտն էլ է կորում։ Ու ինչ պիտի անենք այս ժամանակ, շատերը կհարցնեն, կամուրջը կոտրված է, պատը կառուցված է, հիմա ինչ է մնում մեզ անել։ Պատասխանը հետևյալն է, ուղղակի պետք է քանդել այդ պատը ու վերակառուցել կամուրջը։ Պատի քարերից ամեն մեկը մեր մեղքերն են, որոնք դրվելով իրար վրա խոչընդոտ են հանդիսանում մեր ու Աստծո շփմանը։ Ու այդ քարերից ամեն մեկի վրա մենք պիտի անհատապես ժամանակ հատկացնենք ու պոկենք դրանք, քանդելով այդ պատերը։ Մարդիկ կան, ընդունում են այս մարտահրավերը ու սկսում են պոկել քարերը, տեսնում են որոնք են շարժվում, որոնք չեն շարժվում, այդ շուրջ շարժվողները հանում են դեն են գցում ու մտածում են, որ հեսա պատը ուղղակի քանդվի, էլի այդ փոքր բաների վրա ինքը կառուցված։ Բայց իրականում չէ, կան հիմնաքարեր, կան նաև այս պատի մեջ մեղքի հիմնաքարեր, որոնք մեր սխալ սկզբունքներն են, սխալ բնավորության գծերն են, որոնք շատ դժվար է շարժելը։ Մարդիկ կան գալիս են հասնում են դրան ու ասում են, «Էլ չեմ կարողանում, դե ես միայնակ եմ այս ամեն ինչ անում» ու չի ստացվում այդ քարը տեղից շարժելը։ Բայց այդ քարը հանելը անպայման է, որովհետև առանց այդ քարը հանելու դու չես կարող վերակառուցել կամուրջը։ Մեր հայերիս մոտ մի հատ բան կա, որ այդքան էլ լավ չի ստացվում, թմային աշխատանքը։ Հայերը շատ ուժեղ են մենակ այն սպորտներից, որտեղ իրանք են ու հակառակորդը, օրինակ ըմբշամարտում կամ ծանրամարտում, որտեղ իրանք են ու ծանր քաշը, ամեն բան կախված է իրանցից, փորձում են ամբողջ պատասխանատվությունը, ամբողջ բանը վերցնել իրանց վրա։ Բայց մենք մոռանում ենք, որ կա թմային աշխատանք։ Այս հոգևոր աշխարհում շատերը չեն վստահում, չեն ուզում մտնել թմային աշխատանքի մեջ, որովհետև մտածում են, եթե ես իմ կողքին հայտնեմ մեղքի մասին, որպեսզի նա օգնի, մի քիչ ճիշտ չի լինի, կարող է այդ լուրը տարածվի, ես կաշկանդվում եմ։ Բայց մենք մոռանում ենք, որ ունենք մի թմակից, որը միշտ հավատարիմ է, միշտ մեր կողքին է, ու դա Հիսուս Քրիստոսն է, ով միշտ մեզ կարեկից է լինում։ Կարդանք Մատթեոս 1:22-ում գրվածը. Նա որդի պիտի ծնի եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետեւ նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Հիսուսը հենց այս նպատակով էր եկել աշխարհ, որպեսզի ժողովրդին փրկի իր մեղքերից։ Գիտենք, երբ որ գործարանը նոր է սկսում աշխատել, հիմնականում քիչ են լինում աշխատողները ու մի հոգին իրականացնում է մի քանի աշխատանքային փուլեր։ Այսինքն ենթադրենք սարքում ենք տարա, ինչ որ պլաստմասը։ Մեկը իրականացնում է եւ կափարիչի սարքելը, եւ կափարիչի վրա ռեզին հագցնելը, եւ տակի այդ պլաստմասը ամանը, ու հետո նոր այդ ամեն ինչը փոխանցվում է փաթեթավորողին։ Փաթեթավորողի իր ամբողջ գործը անելով փոխանցվում է բեռնափոխադրող մարդուն ու այն հարցնում է վերջնական սպառողին։ Բայց ինչ է լինում, երբ որ գործարանը աճում է։ Երբ որ գործարանը աճում է, տեղի ունենում աշխատանքի մասնագիտացում։ Ինչ է ենթադրում իրանից այս աշխատանքի մասնագիտացում տերմինը։
Այսինքն աշխատողները շատանում են ու սկսում են ստորաբաժանումներով արտադրանքը կատարել։ Այսինքն ենթադրենք մեկից դարձան 100 հոգի ու բաժանում են խմբերի։ Այս 20 հոգին պատրաստում են հենց կոնկրետ տարայի կափարիչը։ Մյուս 20 հոգին ռեզինն են պատրաստում, մյուս 20 հոգին միավորում են ռեզինը կափարիչի հետ ու այդպես գալիս է ու նույն վերջնական արդյունքն է կազմում։ Ուղղակի ամեն մեկը սկսում է մասնագիտանալ իր արտադրանքի մեջ։ Ճիշտ է, մեկը չի տիրապետում ամբողջ տարայի կառուցման այդ process-ին, բայց տիրապետում մենակ կափարիչի կառուցմանը ու ժամանակի ընթացքում իր արտադրողականությունն էլ է բարձրանում այդ աշխատանքը կատարելու ու այդ մարդը սկսում է տիրապետել, թե ինչեր կարան հանդիպեն նրան, ինչ խոչընդոտներ կարան հանդիպեն նրան ու տիրապետում է այդ ամեն խոչընդոտից դուրս գալու լուծումներին։ Նույնպես եւ Հիսուսը, այսպես այստեղ գրված է հենց առաջինը, որ նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից։ Ինչու չդիմենք այն թմակցին, այն մասնագետին, ով ծանոթ է բոլոր մեղքերին, ծանոթ է բոլոր մեղքերի լուծմանը, չբռնենք նրա ձեռքը եւ չշարունակենք մեր ընթացքը նրա հետ, չքանդենք պատերը նրա հետ։ Ես մտածում եմ, որ Հիսուսը ուրախ կլինի մեր որոշման վրա, երբ որ մենք դիմենք նրան մեր օգնություն խնդրելով։ Ու նա կքանդի իր կողմից, խորհուրդներ կտա իր կողմից, մենք կքանդենք մեր կողմից ու վերջնական արդյունքը կլինի այն, որ մենք կքանդենք պատը ու կվերակառուցենք ուխտի կամուրջը։ Հաջորդ խոչընդոտներից մեկը այն է, որ մեղքի պատճառով մարդը կորցնում է իր հոգևոր մակարդակը։ Ինչ նկատի ունեմ ասելով հոգևոր մակարդակ։ Այս հոգևոր մակարդակի կորցնելու գործընթացը շատ նմանացնում է աստիճանների ու սղարանի։ Երբ որ մարդը ապաշխարում է, Տիրոջը ընդունում է իր Տեր ու Փրկիչ, նա կանգնում է մի հարթության վրա, որից սկսում են աստիճաններ, որոնք եւ հոգևոր մակարդակներն են։ Մարդը սկսում է հաճախել ամենօրյա աղոթքի, իր մի ոտքը կարողանում է դնել աստիճանին, ունենում է մենիկ պահ, դնում է հաջորդին, սկսում է գիրք կարդալ, դնում է հաջորդին, ավետարանում է, դնում է հաջորդին ու կարծես ամեն բան նորմալ է, այսպես կարելի է բարձրանալ, մարդը բարձրանում է ու մոտենում է Հիսուսին, բայց ի՞նչն է խնդիրը, ինչը կարա իրան շեղի։ Այդ շեղող բանը հենց մեղքն է։ Երբ որ մեղքը հայտնվում է այդ ժամանակ մարդու կյանքում, ես այսպես եմ պատկերացնում, աստիճանները թեքվելով 45 աստիճան, մեկը միանում է մյուսին ու դրանք դառնում են մի հատ հարթություն 45 աստիճանի վրա ու մարդը մեղքի հետ իր ամբողջ արագությամբ սլանում է ներքև։ Ու որն է այս իրավիճակից դուրս գալու լուծումը։ Լուծումը երկուսն է։ Կամ պիտի մարդը մեղքի հետ իջնի մինչև այն հարթություն, որտեղից սկսել է ամեն ինչ ու սկսի ամեն բան նորից, կամ ինչ որ մի տեղից պիտի բռնվի եւ ճանապարհի կեսին կանգ առնի։ Առաջինը կարծում եմ բոլորս էլ պարզ էր ամեն բան սկզբից սկսելը, իսկ երկրորդը որն է, ինչից բռնվենք, ինչն է այն բանը, որը կարող է մեզ օգնի մինչև վերջ չիջնել, այլ ճանապարհի կեսից կանգնել կամ հենց երբ որ հայտնվի մեղքը մեր կյանքում բռնել ու դուրս թողել այն, այդ բռնելու տեղը Հիսուսի ձեռքն է, որը միշտ մեկնած է իր ժողովրդին։ Ինքը մի սպասում է, երբ որ մենք որոշում կկայացնենք ու կհամաձայնվենք իր հետ, կհանենք մեր ուսերից ու կտանք մեղքը իրան, հանձնելով ամեն բան ու շարունակելով մեր բարի ընթացքը իր կամքի համաձայն։ Շատ կարևոր է, երբ որ արդեն մեղքը կա մեր կյանքում, ուշադրությամբ հանենք մեղքը մեր կյանքից։ Հա, բոլորից ծանոթ է այդ հանելու գործընթացը, պետք է որոշում կայացնել ու կատարել այդ ամեն ինչը, բայց ինչի հենց ուշադրությամբ, որովհետև ուշադրությամբ չկատարելու դեպքում մնում են մոլախոտերի մասեր, մնում են փշուրներ, որոնք մեր կյանքի համար բեռ են դառնում։ Մի պատմություն պատմեմ, մենք մի անգամ գնացել էինք պապիկենս տուն ու գնալուց այդ բոստանի մեջ տեսանք, որ մի հատ խոտերի կույտ կար ու հենց մտնելուց է ես մտածեցի, որ էսի վառելու է։ Գնացինք, որոշ ժամանակ հետո առաջարկեցին, որ գնանք վառեն, գնացինք 3 հոգով, ես քեռին, մեկ էլ papan, հետներս տարել ենք մի հատ կրակայրիչ ու բահ։ Բահը ես էի բռնել, կրակայրիչը իրանց մոտ էր։ Երբ որ գնացինք, ոչ մեկ ոչի բանի ձեռ չտվեց, արդեն խոտի կույտ էր։ Քեռին ուղակի կողքից մի քանի հատ կայծ տվեց ու կրակը բռնկվեց։ Խոտը ամբողջությամբ այրվեց ու ես տեսա այդ բոցը ոնց տեղի ունեցավ ու ոնց մարեց ու մի հատ փոշու կույտ մնաց այդտեղ, ես մտածեցի վերջ, էլ ամեն բան վերջացած է, գործ չկանելու հետ գնամ։ 2-3 քայլ անելով քեռին ինձ ձեն տվեց ու ասեց
մի հատ այդ բահը կտաս, ես տվեցի, մտածելով, որ ուղղակի ինքը ուզում է այդ փոշին, որպեսզի չխանգարի, բոստանի մեջտեղից տեղափոխի ինչ-որ մի անկյուն։ Բայց ուշադրությամբ նայելով տեսա, երբ որ ինքը բահը մցրեց փոշու տակ ու շրջեց այն, մնացել էին երևի մոտավորապես 5-6% այդ խոտի։ Բայց երբ որ շրջվեց ամեն ինչ, որոշակի կայծեր կային, կրակի մասունքներ կային մնացած ու այդ 5-6% խոտն էլ բռնկվեց ու այրվեց ամբողջությամբ։ Այսպես է նաև լինում մեր կյանքում շատ ժամանակ։ Տեսնում ենք մեղքը, որոշում ենք կայացնում այն հանել մեր կյանքից, կուտակում ենք միտեղ, որպեսզի այրենք, ժամանակը գալիս է այրելու։ Այրում ենք ու ուղղակի մի կողմ ենք քաշում հեռանալով, ուշադրություն չդարձնելով արդյոք այն այրվեց ամբողջությամբ։ Երբ որ մնում է մի փոքր հատված, այն կարող է ծնունդ տալ, առաջացնել ավելի մեծ հատված, քան ինքը նախկինում էր։ Այդ 5-6%-ը կարող էր առաջացնել ավելին, քան իր նախկին 100%-ներ։ Ու մի առակ կա, որը շատ լավ ցույց է տալիս, որ փոքր մեղքերը ավելի վտանգավոր են շատ ժամանակ, քան մեծերը, չնայած որ փոքր եւ մեղքեր չկան, մեծ մեղքեր չկան։ Մեղքը մնում է մեղք, անկախ իր վտանգավորության մակարդակից։ Այո, կան դասակարգումներ ըստ մեղքի ներման աստիճանների, այսինքն որը ավելի հեշտ կներվի, սուտը թե մարդասպանությունը։ Պարզ է, որ դրանք լրիվ գտնվում են տարբեր մակարդակներում, բայց որպես այդպիսին փոքր եւ մեծ մեղքեր չկան։ Մի առակ կա, որը որսորդի մասին է, ասում որսորդը գնում է որսի, փորձելով ինչ-որ բան որսալ, միշտ այնպիսի կենդանիների է հանդիպում, որոնք իրենց չափերով մեծ են ու ինքը վախենում է իրանց որսալ, խույս է տալիս այդ որսերից, օրինակ արջ գայլ տեսնելով, խույս է տալիս ամեն ինչից ու հայտնում է մի հատ բացատում, որտեղ իրան արդեն շրջապատում են ոչ այդքան վտանգավոր կենդանիներ, այնտեղ աղվեսա, վայրին ապաստակներ եւ այլն, ու որոշում է չվախենալով այդ ոչ վտանգավոր կենդանիներից, մի քիչ հանգստանա, մի քիչ քնի։ Ու երբ որ քնում է, քնած ժամանակ իրան հոշոտում են հենց այն կենդանիները, որոնք իր համար ոչ վտանգավոր էին։ Շատ ժամանակ մենք մեր կյանքում տեսնում ենք մեծ մեղքեր, փորձում ենք խույս տալ այդ մեծ մեղքերից։ Գալիս ենք փոքր մեղքերին ու մտածելով, որ դրանց հաղթահարումը շատ հեշտ է լինելու մեզ համար, որոշում ենք մի քիչ հանգստանալ։ Բայց չենք տեսնում, որ այդ փոքր մեղքերը ավելի մեծ սպիներ են թողում մեր կյանքում, ավելի շատ են խարխլում մեր հիմքերը, քան մեծերը։ Ու սա շատ լավ ցույց էր տալիս, թե ինչպես է մեղքը մնում մեղք։ Ինչպես է լինում, երբ որ փոքր մեղքերը ծնում են մեծ մեղքերին։ Ու պետք է խորն ուշադրությամբ նայենք այդ մեղքերին, որպեսզի փոքր մեղքերին, որպեսզի նրանք չտան մեծ մեղքերի արդյունք, չդառնան մեծ մեղքերի արդյունք։ Ու ի վերջո, այս իմ խոսքը ամփոփելով մեղքի մասին, կասեմ, որ մեղքը մնում է մեղք, անկախ իր մեծությունից։ Պետք է ուշադրությամբ նայենք, զգոնությամբ լինենք մեր ամենօրյա կյանքում, որպեսզի չմատնվենք այդ մեղքերին։ Ուշադրություն դարձնենք, որպեսզի մեր կյանքում մեղքը չկառուցի պատեր, որտեղ անհրաժեշտ են ուխտի կամուրջներ։ Զգոն լինենք, որպեսզի հասնենք Տիրոջ առաքելություն։ Եկեք կանգնենք աղոթքի։ Փառք քեզ մեր Տեր, մեր Արքա։ Գոհանում ենք քեզանից ամեն բանի համար, Հայր։ Շնորհակալ ենք, որ դու ես մեր ուսուցիչը։ Շնորհակալ ենք, որ դու ես մեր հավատարիմ թմակիցը, Հայր։ Շնորհակալ ենք, որ դու ես մեր կողքին միջհայր։ Գալիս ենք քո առջև, Տեր, եւ խոստովանում ենք, որ մենք մեր կյանքում ունենք շատ շարժաշ քարեր, Տեր։ Գալիս ենք ու խնդրում ենք, Տեր, որոշում կայացրած։ Խնդրում ենք, որ դու բռնես մեր ձեռքը, Տեր։ Դու տանես մեզ քո ճանապարհներով, դու օգնես մեզ, որպեսզի քանդենք ամեն քարից կառուցված, մեղքից կառուցված պատերը ու կառուցենք քո ուխտի կամուրջը, Հայր։ Խնդրում ենք, որ դու լինես մեզ հետ, մեր հետագա ընթացքի հետ, Տեր։ Սովորեցնես, խրատես քո կամքի մեջ, Տեր, տաշես մեզ, հասցնելու համար այն փառավոր նպատակին, որը դու պատրաստել ես ամեն մեկիս համար, Հայր։ Շնորհակալ ենք քեզանից ամեն բանի համար։ Հետագա խոսքերը ու ընթացքը հանձնում ենք քո ձեռքերի մեջ ու ասում ենք թող քեզ լինի ողջ փառքը, պատիվը, գոհությունն ու մեծարանքը, Հայր։ Ամեն։